Ողջույն, մայիսի 1-ն է, աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը։ Իշխանական վերնախավը էլի իրեն տվել էր անիմաստ ուղերձներին։ Նախապես մտադիր էի շնորհավորել օրը և անցնել այլ թեմայի, բայց երկու ուղերձ ստիպեցին ևս մեկ անգամ կենտրոնանալ խաբված քաղաքացու օրվան։ Փաշինյանը ուղերձում ասում է, թե իր օրոք շուրջ 280,000 աշխատատեղ է ստեղծվել։ Ուղղակի թիվեր, կարող էր ասել 2 միլիոն։ Ոնց կարող է 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում 300,000 աշխատատեղ ստեղծվի, բայց նույն ժամանակ գործազրկությունը դոփի տեղում։ Այսօր նախարար աշխատողներից մեկը 2023 թվականի հունվարին գրում էր, թե գործազրկությունը պատմական նվազագույնի վրա է 11,6%։ 25 թվականի վերջին ասում են գործազրկությունը նվազել է ու կազմել 14%։ Դե եկեք ու գլուխ հանեք։ Բայց նախարարը մեկ ուրիշ սուտ էլ է ասում, գործազրկության պատմական մինիմումը ոչ թե 11,6%-ն է, այլ 7,1%-ը, որը արձանագրվել է 2007 թվականին, երկրորդ նախագահի օրոք։ Այսօր 14% է, պաշտոնապես, ինչը ԵԱՏՄ երկրներում ամենաշատ թիվն է։ Միայն հիշենք, թե քանի հազար ՓՄԶ փակվեց սրանց հարկային տերորի արդյունքում, ամիսներով բողոքի ցույց անելուց հետո արդյունքի չհասնելով։ Մարդամեկը նաև ասում է, թե ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է։ Այդ մարդը գիտեք, երբ պետք է ծայրահեղ աղքատությունը վերացրած լիներ։ Խոսք էր տվել, որ դա տեղի կունենա 2023 թվականին։ Ծայրահեղ աղքատ մարդ ասում էր, այդ թվականին չի լինի։ Սրանից 3 տարի առաջ պետքա վերացած լիներ։ 26 թիվն է ու հլը խոստանում է։ Գիտեք, նույն խոստման համաձայն աղքատությունը որքան պետք է լիներ դեռ 2023-ին։ 15%։ Էլ չեմ ասում, որ մեր երկրում աղքատների մեջ մեծ տոկոս են կազմում աշխատող աղքատները։ Մեկ այլ ՔՊԱ-կան, Ալենը, ուղերձ է հղում, թե մեր օրոք աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել, աշխատողներն ավելի պաշտպանված են, քան մինչև 2018-ներ։ Տեսնես բացի ՔՊԱ-կան բարձրաստիճաններից, ում աշխատանքն է գնահատված։ Նախարարը, որ ստանում է 9 միլիոն պարգևավճար, նրա աշխատողը 30,000 դրամ, արժանավայել գնահատական է դա։ Եկեք հասկանանք, թե որ աշխատողն է պաշտպանված։ Քանի հազար մարդ այս տարիների ընթացքում հեռացվել աշխատանքից զուտ հակաիշխանական հայացքներ ունենալու համար, ընդդիմադիր որևէ գրառում լայքելու համար, ցույցի մասնակցելու համար, ընդդիմադիրի ազգական լինելու համար կամ թեկուզ նրա համար, որ նրա տեղը նշանակեն ՔՊԱ-կանի։ Երկու օր առաջ կարդացինք, որ Արարատ գյուղի դպրոցի ուսուցչուհի են աշխատանքից ազատել, գործից հետո ընդդիմադիր կուսակցության նախընտրական շտաբ մտնելու համար։ Նույն Արարատի մարզում մեկ այլ դպրոցի տնօրենի էլ աշխատանքից ազատել էին Կոկորդիլոսագետի օգտին ձայն չբերելու համար։ Արմավիրի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են Արցախի դրոշը դպրոցի փառքի անկյունից չհեռացնելու համար։ Սրանք ասում են, իբր աշխատողները այսօր ավելի պաշտպանված են, քան առաջ։ Ընդամենը օրեր առաջ այդ ավելի պաշտպանվածներից մեկը Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը աշխատանքից ազատվեց ԱՄՆ փոխնախագահին գիրք նվիրելու համար։ Նիկոլ ասաց, ես եմ հրահանգել։ Կարդացինք Քննիչեն աշխատանքից ազատել, որովհետև ուշադրություն, ուղարկել էին եկեղեցում կալանավորված 18-ամյա դպրոցականի տուն խուզարկության ու հիմքեր չէր գտել։ Լուրջ, որ մեղադրանք առաջադրեին, հեղաշրջման պլան չէր գտել։ Մամուլը գրեց Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են գործից հետո ընդդիմության քարոզարշավին մասնակցելու համար։ Իսկ Ավինյանի քարոզարշավին հակառակը դպրոցների տնօրեններին, աշխատողներին ցուցակագրված բերում էին միտինգի, քարոզարշավի։ Բա ԵՊՀ դասախոսին աշխատանքից ազատել են, որովհետև ՔՊԱ-կան падգամավորը լսել է դասից ձայնագրված հատված ու վիրավորվել, վիրավորանք և զրպարտություն տերմինների տարբերությունները բացատրելիս իշխանությանը քննադատելու համար։ Դասախոսը դատարանով է վերականգնել աշխատանքը։ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսին պաշտոնից ազատում են Սամվել Կարապետյանին աջակցելու համար։ Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի ղեկավարին աշխատանքից ազատում են, որովհետև ասել է Հեյթսի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման։
Հեցի բազմաթիվ մասնաճյուղերի տնօրենների ազատում են աշխատանքից ու նշանակում ՔՊԱ-կանների։ Ընդհանրապես 5 տասնյակ աշխատողներ այդ կառույցից դատի են տալիս Ռոմանոսի որոշումները և վերականգնվում աշխատանքի։ Քանի դասախոս ազատվեց աշխատանքից ԵՊՀ-ից, Բրյուսովից, Կառավարման ակադեմիայից, այլ բուհերից ընդդիմադիր հայացքներ ունենալու պատճառով։ Կարդում եմ Արյունաբանական կենտրոնի տնօրենին ազատել են աշխատանքից Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար։ Սրանք խոսում են աշխատողի այսօր պաշտպանված լինելուց։ 2 օրվա մեջ 4 դատավոր աշխատանքից ազատվեց։ Մամուլը գրեց ներքին չաթում Փաշինյանին քննադատել են։ Քննչական կոմիտեի աշխատակցին աշխատանքից ազատում են Ռոբերտ Քոչարյանին վերաբերող նյութը լայքելու համար։ Փոխնախարարի են սրանք աշխատանքից ազատում գիտեք ինչի համար։ Իր ներկայությամբ մի կին Նիկոլ Փաշինյանին քննադատել է, ու այս փոխնախարարը չի արձագանքել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին Նիկոլը գործից հանում են դիմադիր լինելու համար։ Դատը շահում է, Նիկոլը ստիպված է լինում նորից նշանակել, բայց էլի ազատում է աշխատանքից, ու հիմա այդ մարդը տնային կալանքի տակ է։ Մարդամեկներ չէ ասում, ես եմ որոշում ով երբ հրաժարական տա, ու SMS-ներով պարտադրում էր հեռանալ։ Երևի Ալենը կասի, նրանք էլ են պաշտպանված, քանի որ ի տարբերություն Իգոր Սարգսյանի կալանավորված չեն, միայն ազատվել են աշխատանքից։ Էլ չեմ ասում, թե քանի հազար հոգի իր աշխատանքի իրավունքը ստիպված եղավ դատարանով վերականգնել։ Մամուլը գրեց, որ 3 տարում 9 նախարարություն միասին, մենակ նախարարությունների մասին է խոսքը, աշխատողներին վճարել են $1 միլիոն ավելի հարկադիր պարապուրտի գումար պետական բյուջեից։ Ամենաշատ իրավունքները խախտել են սոցիալ և արդարադատության նախարարությունները, որոնք պետք է ամենաշատը պաշտպանեին այդ իրավունքները։ Ժողովուրդ ջան, իսկ հիշում եք, որ ՔՊ-ն լրիվ այլ Հայաստան էր խոստացել։ Կարճ ասած, հաղորդումը ամփոփեմ այսօր համացանցում տարածված զավեշտալի, բայց խորհրդանշական դեպքով։ Սկզբից ասացին, թե զեբրը փախել է գազանանոցից, հետո պարզվեց զեբր չէր, այլ իրեն զեբրի տեղ դրած լավ ներկված էշ։ Ոչնչի ընդունակ մի խմբակ 2018 թվականին իրեն դզեց, փչեց, հագավ ժողովրդավարության, սիրո, հանդուրժողականության և արդարության շորերը ու ներկված մտավ իշխանություն։ Իր տգիտություն, ապաշնորհությունը քողարկեց գրավիչ խոստումներով։ Մարդիկ հիացան, թե այս թազա արարածները մեզ լավ տեղ կտանեն։ Տարիների ընթացքում արյան, պատերազմների, ճգնաժամերի անձրևները մաքրեցին սրանց վրայի այդ կեղծ ներկը։ Ինչ մնաց տակը։ Համառ, ապաշնորհ, բայց բարձր գոռացող խմբակը։ Սրանց քարոզած խաղաղությունը լավ ներկված պատերազմն է։ Սրանց խոստացած գործարանները, բարեկեցությունը, ապահով կյանքը լավ ներկված չքավորությունն է։ Սրանց խոստացած Եվրամիությունը լավ քողարկված Թուրքիան է։ Ժողովուրդը արդեն տեսել է, թե ինչ է թաքնված լավ ներկված ՔՊԱ-ական իշխանության տակ։